Երեք երեկոյան սիրելի ժողովուրդ մի բան հայտնաբերեցի, որ մեր ծրագրում կա մեկ լուրջ թերություն։ Որ թերությունն է դա։ Նայեք, մարդ վարորդական իրավունք ստանալուց ընդամենը փոքր մեքենա քշելու համար փսիխոյի թուղթ է ստանում։ Հոգեկան առողջության վերաբերյալ թուղթ է անում։ Ժողովուրդը ասում է փսիխո։ Հիմա պետության ղեկի մարդը մի պետություն, որը ունի մոտ 3 միլիոն բնակչություն, կարծում եմ եւս պետք է փսիխոյի թուղթ անե։ Եվ մենք անպայման մտցնելու ենք նաև մեր ծրագրի մեջ, որ վարչապետի տեխնացում պարտավոր է փսիխոյի թուղթ անել մինչև ընտրությունների մասնակցությունը, որ մենք այլևս գժեր պետական ղեկի վրա չունենանք, ուրիշ տարբերակ այս պատնեշ դնելու չկա։ Ընդունում եք այս առաջարկը։ Սիրելի ժողովուրդ, ընդհանրապես ինչ է ուզում սենց պարզ միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ենթադրում եմ, որ ուզում է հանգիստ ապրել, աշխատանք ունենալ, վստահ լինել, որ իր երեխաները նորմալ կրթություն ի վիճակի են ստանալ, որ փողոցը անվտանգ է։ Երևի սա չի ուզում, պարզ ժողովուրդը։ Ժողովուրդը չի ուզում մտածի անվտանգության մասին, եթե կա նորմալ ղեկավար, խիպտի ժողովուրդը մտածի անվտանգության մասին։ Եվ մարդիկ բնականաբար ուզում են երեխան ունենա անվտանգ երկիր, անվտանգ ապագա, ուզում է, որ երեխան հանկարծ վարդ շրջապատում չհայտնվի, դպրոցում սովորելուց թմրամոլ չդառնա, սա պարզ ցանկություններ են, բայց ինչ է առաջարկում այսօր այս իշխանությունը մեր ժողովրդին։ Մշտական լարվածություն, իստերիկ դրսևորումներ, ժողովրդին իրար դեմ հանել, սենց խառնակցության մի գագաթնակետի է հասցնում ամեն ինչում եւ սպառնում է սեփական ժողովրդին պատերազմով։ Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, եւ այս իշխանությունը թմրանյութը բերել է ամեն մի դպրոց։ Սրա համար են քվեարկել այս մարդկանց համար։ Էլ չեմ խոսում ազգային հարցերի մասին, չեմ խոսում Արարատ, Արագած, Բանավեճի մասին, չեմ խոսում իրենց ծրագրերում եկեղեցու դեմ պայքարը ամրագրելու մասին։ Մինչև ուր։ Հիմա հարց է առաջանում, ինչի համար են սա անում։ Ես ողջամիտ, ռացիոնալ բացատրություն այս ամեն ինչ ունեմ։ Մեկ ուզում եմ հասկանալ, թե լավ, սրա տակը ինչ-որ մի տրամաբանություն կա, դրանց թե չկա։ Չեմ տեսնում։ Միայն ռացիոնալ բացատրությունը հետևյալն է։ Լուրջ անլրջացնել ամեն ինչ եւ այդ անլրջացման գործընթացի ժամանակ, քանի որ ինքը անլրջությունների վարպետ է, լուրջ հարցերից որևէ բանավեճ չգնա, լուրջ հարցերի շուրջ քննարկումներ չլինեն եւ ամեն ինչը բերի պրիմիտիվ, գժական, կսագժական մակարդակի վրա։ Սա է։ Որովհետեւ որևէ հարցի շուրջ լուրջ բանավեճի ժամանակ այս մարդը ոչ գիտելիք ունի, ոչ ասելիք ունի։ Հիմա սա է միայն իմ կարծիքով, sense ողջամիտ բացատրությունը այն ամենին, ինչ կատարվում է այսօր։ Եվ շատ մեծ հեշտությամբ կարող են ասել այսօր մեկ բան, մյուս օրը մեկ ուրիշ բան։ Արցախը Հայաստանը է վերջ, հետո Արցախը Ադրբեջանը է վերջ, բայց այդ ամենի պատասխանատվությունը եւ գինը տալիս է ոչ թե ինքը, այլ պարզ ժողովուրդը։ Հազարավոր զոհերով,
տասնյակ հազարավոր փախստականներով եւ ունեզրկված ընտանիքներով։ Սրան այսպիսի ձևակերպում եմ ես տվել, որ սա պատասխանատվության, իշխանության պատասխանատվության ինստիտուտի չեղարկում է։ Ըստ էության սա է կատարվում, այն ինչ տեսնում ենք։ Իմ խորին համոզմունքով իշխանություն եւ պատասխանատվություն սա սինոնիմներ են, սա նույն բանն է։ Իշխանություն առանց պատասխանատվության չարիք է ժողովրդի համար։ Չի կարա առաջնորդը ասի դե սխալվել եմ, ինչ ա եղել, հետո ինչ 5000 զոհ։ Այն ժամանակ ուրիշ բան էի մտածում, հիմա ուրիշ բան եմ մտածում։ Սա կրկնեմ, անպատասխանատվության ինստիտուտի չեղարկումն է։ Եվ սա այն է, ինչ քայքայում է պետականության հիմքերը։ Առանց պատասխանատվության չկա իշխանություն, առանց պատասխանատվության չի կարող որևէ պետություն կայանալ։ Սա ընդհանուր հարցերի վերաբերյալ։ Հիմա մի քիչ ձեր հարցերի մասին, Չարենցավանի հարցերի մասին։ Չարենցավանը եղել է արդյունաբերական քաղաք։ Եղել է հսկա բազմաթիվ տարբեր արդյունաբերական գործարաններ, այսօր գիտեմ, որ այդ պրոբլեմը ունենք եւ մեր ծրագիրը երկրին վերադարձնել արդյունաբերական հզորություն։ Չի կարող երկիրը համարվել ժամանակակից, հզոր, մրցունակ երկիր առանց արդյունաբերությանը։ Եվ սա մենք ամրագրել ենք մեր ծրագրերում։ Գիտեմ, որ դուք խնդիր ունեք եւ մուտքի մոտ ինձ ուղղակի ձեր քաղաքի բնակիչը ուղղակի դիմեց, որ պասպորտ սեղան են հանել եւ այլ։ Սա այն է, ինչ այնում է այս իշխանությունը արդեն երևի մի 2-3 տարի։ Տպարությունը այնպիսին է, որ անում են ամեն ինչ Հայաստանը դատարկելու համար տարածքները եւ ամեն ինչ կենտրոնացնելու Երևանում եւ մի քանի քաղաքներում։ Ուրիշ նպատակ չկա։ Ինչով էր ձեզ խանգարում ազնագրային սեղանը Չարենցավանը։ Անպայման պետք է խնդիրներ ստեղծեք մարդկանց համար։ Այնքան անտրամաբանական, հակաժողովրդական որոշումներ են կայացրել, որ ուղղակի եւս փորձեմ ձևակերպում տալ, որի նպատակը ոնց որ ժողովրդի հետևից ընկնելն է, անհարմարություն ստեղծելն է, տեղահան անելն է։ Դպրոցների օպտիմիզացիա գյուղերում։ Մի քանի դպրոց են կառուցում, եռակի ավել դպրոցներ փակելու համար։ Մենք ավելի շատ դպրոցներ են կառուցել իմ ժամանակ, բայց երբեք դպրոց չենք փակել։ Եվ համարում են, որ դպրոց փակելը հանցագործություն է ժողովրդի նկատմամբ։ Նույնիսկ եթե այդ գյուղում կա 5 երեխա դպրոցական, գյուղը պետք է ունենալ դպրոց։ Հենց դպրոց հանեցին, մի քանի տարում գյուղն է դատարկվելու։ Միգուցե տեղ են ազատում 300,000 ադրբեջանցիների վերադարձի համար։ Ենթադրում են, որ դա է։ Այլ բացատրություն այս ամենը ուղղակի չունի։ Ինչ ենք անելու մենք։ Առաջինը, պետք է վռնդենք այս իշխանությանը իրենց հաթոռներից։ Պետք է չեղարկենք բոլոր այն որոշումները, որոնք ուղղակի հակաժողովրդական բնույթ են կրում։ Բազմաթիվ են այդ որոշումները։ Պետք է փորձենք զարգացնել տարածքները։ Չի կարող Հայաստանը լինի միայն մեկ քաղաք, Երևան։ Սխալ քաղաքականություն է, դա երկիրը թուլացնելու քաղաքականություն է։ Շատ լավ է, մենք հպարտանում ենք Երևանով, բայց չի կարող Հայաստանը դառնալ քաղաք պետություն։ Մենք այնպիսի տարածաշրջանում չենք,
Եվ սա ուղղակի հարված է երկրի անվտանգությանը։ Եվ այս հարցը եւս շտկելու ենք։ Բայց մենակ չենք կարող անել։ Մենք ձեր կարիքը ունենք։ Կարող ինձ ասել, ինչի մեջ է ձեր կարիք։ Չէ, հունիսի 7-ին Ժողովուրդ ջան, այս երկրում պետք է հաստատվի կարգ ու կանոն։ Շատ են իրենք խոսում կոռուպցիայի մասին, սա ամենից կոռումպացված թալանչիների կառավարություն է։ 8 միլիարդ դոլարով ավելացնել պարտքը եւ չկարողանան բացատրեն, թե ուր են գնացել այդ գումարները։ Մինչ այսօր ստեղծել էին, չի բացահայտված, ստեղծել էին անիվ հիմնադրամ, 25 միլիարդ դրամ անհետացել է։ Համահայկական հիմնադրամից 100 միլիոն դրամ փոխանցվել է պետական բյուջե, պատերազմի ժամանակ անհետացել է։ Որևէ բացատրություն չեն տալիս։ Ես այն ժամանակ հոգաբարձուների խորհրդի անդամ էի հիմնադրամի։ Օնլայն, ասես, քննարկում է եղել։ Ասում եմ, ուր են այդ գումարները, խի հաշվետվություն չեք տալիս։ Պատասխանը հետևյալն էր։ Ծախսել ենք։ Ինչի վրա եք ծախսել։ Դե ասում եմ, ինչի վրա պետք էր դրա վրա էլ ծախսել ենք։ Լավ է, չէ՞։ Մենք հաշտ ենք սրա հետ։ Իհարկե ոչ։ Ուրեմն սրանք պետք է պատասխան տան ամեն մի թալանած իրենց գումարների համար։ Հիմա ժողովուրդ ջան, ձեր ձերքին է այս ամենը։ Հունիսի 7, համար 17 եւ ում համար եք քվեարկում, Հայաստանի համար։